13 հատուկ երաշտական դպրոցը բարև ձեզ։ Ես եւ Անդրեն այսօր եկել ենք այստեղ, իրականում Անդրեն չէր ուզում, որ ես սա նկարահանեի, բայց հատուկ եմ անելու Անդրե ջան, որ օրինակ լինի բոլոր այն մարդկանց համար, թե ինչպես կարելի է մասնակցել ես կամ նախագծին եւ չլինել անտարբեր։ Բոլորդ նայել եք այն հաղորդումը, որտեղ Անդրեն մասնակցում է ես կամ բարեգործական նախագծին եւ իրականացնում եմ երկու երեխայի երազանք։ Երեխաները սովորում են 13 հատուկ երաշտական դպրոցում, գիշերում են այստեղ եւ շաբաթ-կիրակի օրերին մոր թույլտվությամբ եւ ցանկությամբ հնարավորության դեպքում տուն են գնում։ Եվ երբ որ մենք եղանք այստեղ, Անդրեն անտարբեր չեղավ երեխաների հանդեպ եւ տեսնելով այս դպրոցի իրավիճակը, պայմանները շատ սրտնեղվեց եւ ինչ եղավ հետո մենք հաղորդման վերջում առանց Անդրեի թույլտվությամբ պետել չէր թողնում ինքը գրեցինք, որ հաղորդումից հետո Անդրեն վերանորոգման աշխատանքներ է արել եւ նաեւ գույք եւ տեխնիկա է տեղափոխել դպրոց։ Իսկ մնացածը ես կամի շնորհիվ այդ ամեն ինչ եղավ, որովհետեւ տարիներով արդեն ես կամը կարիքավոր ընտանիքների եւ երեխաների կողքին էր, ես շնորհակալ եմ, որ ընտրվել եմ ես եւ պատահական չէր որևէ բան, պատահական չէր մեր այստեղ լինելը, որ Մերոնից Ալենին այստեղ էինք անում, եթե Մերոնի հանել այստեղ չլիներ, մենք չէինք տեսնի, թե ինչ պայմաններում են երեխաները քնում, ինչ պայմաններում են սովորում եւ երաշտական դահլիճը, խոսքով մեզ անտարբեր չթողեց ձեզ ինձ եւ ծրագրից հետո մարդկանց, ովքեր որ եւս անտարբեր չմնացին, հենց նույն օրը մենք եկանք, տեսանք, արձագանքվեց եւ Փառք Աստծո կտեսնեք փոփոխությունը։ Հիմա մնացեք մեզ հետ, որովհետեւ կարծում բոլորիդ հետաքրքիր է մինչեւ վերանորոգման աշխատանքները եւ հիմա։ Այս կյանքում խելահար ինձ պետք է լոքայած կտջինջ այս կյանքում ինձ համար երբ գաս պետք չել ոչինչ քեզ տեսնել իմ աչքերը էլ պետք չեն արևները քեզ իմ սիրտը թող պատմի Քեզ եմ սիրում, քեզ տեսնել իմ աչքերը, էլ պետք չեն արևները, քեզ իմ սիրտը թող պատմի անվերջ, քեզ կասեմ գլխավորը, քո կողքին լուսավոր է, իմ ամեն մի վարքյանը Սեր է ու մի կյանք, անսահման է իմ սերը, իմ անունն է քո ստվերը, չեմ օգնի կրկնել ես, սեր ես ու մի կյանք Սա է տղաների սենյակն է։ Այն հարկում երկրորդ այստեղ տղաներին ժամանակպես Ինչպիսին էր նախկին վիճակը մահճակալների ու այսօր թիվ 13 երաշտական հատուկ դպրոցում գիշերում է 120 երեխա շաբաթական 5 օր այստեղ են մնում շաբաթ-կիրակի Եվ այլևս երեխաները իր շնորհիվ Անդրեի գիշերում են նորմալ պայմաններով եւ շնորհիվ ես կամի, շնորհիվ որ ինձ էի քյուր կանչել եւ իհարկե իմ համեստ ընկերների։ Այո, շնորհակալ եմ հարգելի, շնորհակալ եմ շատ, որ չմասնակցեցիր զուտ մասնակցելու համար եւ իսկապես որոշեցիր, որ ոչ միայն պետք է փոխվի այդ երկու երեխայի կյանքը, այլ նաեւ դպրոցում գիշերով մյուս երեխաների մասին մտածեցի։ Քանի երեխա կար, որ մոտեցան ասեցին, ես էլ էի քեզ ընտրել, ես էլ էի քեզ ընտրել, այնպես ստացվեց, որ Աստված առաջ, թող հնարավորությունները շատ լինեն, ավելի շատ, ոնց ասել միասին կարվի։ Այո, ես միշտ ասում եմ, որ
տա Աստված ունենանք բոլորս հնարավորություն, հետո արդեն ունակություն եւ ցանկություն քո ունեցածով կիսվելու ու բարի գործ անելու, որովհետեւ դա Աստծուն մոտ լինելու ամենալավ միջոցն է։ Եվ հոգեպես ավելի խաղաղվելու լավ տարբերակ ես ամենայն դեպս չգիտեմ։ Երաշտական դպրոցը իսկապես շատ մեծ վերանորոգման կարիք ունի, շատ եւ դա մի հոգու բան չի, կարծում եմ երկուսի չի, բայց Անդրեն իր հնարավորության սահմաններում իր ընկերների հետ արել է հնարավոր ամեն բան։ Հուսամելի կլինեն մարդիկ, որ անտարբեր չեն լինի եւ աջակից կլինեն, մեկը մյուսին թեւթիկում կլինի եւ այս երաշտական դպրոցին, որտեղ իսկապես սովորում են շատ շնորհալի երեխաներ։ Եվ քանի որ տաղանդավոր երեխաներ են այստեղ սովորում եւ փորձի դահլիճի լինելիությունը շատ կարեւոր է, մենք ընկերներիս հետ որոշեցինք, որ ամենակարևորը, որպեսզի նրանք ունենան գոնե, քանի որ ստեղծում են լուսավոր, իսկ երաժշտությունը դա լուսավոր է, անգամ աղքատության մեջ, այնպես չի, որ ես հարստության մեջ եմ ապրում, բայց որ երգում էի եւ երգում եմ, ես հարուստ եմ, որովհետեւ Աստված շնորհում է քեզ այդ տաղանդը եւ մենք որոշեցինք, որ նրանք գոնե ունենան լուսավոր դահլիճ, որը որ արդեն տեսակ, թե ինչ գեղեցիկ վերանորոգված էր համեմատ ամբողջ շենքին։ Ես հույսով եմ Ջավահիր, որ կմիանան այս շարժման շատ-շատերը, մարդիկ ովքեր ունեն այդ հնարավորությունը, մարդիկ ովքեր կարող են Անտարբեր չեն լինի, որովհետև այստեղ սովորող երեխաները շատ են։ Գայանն է։ Ես որոշել եմ ձեզ անակնկալ այսօր կամ դպրոց ձեզ տեսնեմ, ինել դու այստեղ ես Ալենի չի։ Հիվանդ ինքը։ Հիվանդացել է։ Ես էլ եմ մի քիչ հիվանդ, բայց մաման այսօր ուղարկեց, որ շատ բացակայում է։ Ինչ կոկորտ է ցավում։ Գիտես չէ, այստեղ լավ սովորելով հնարավոր է, որ մի օր դառնաս լավ երաժիշտ, հայտնի երաժիշտ, հայտնի կոմպոզիտոր, երկիչ, երկչուհի, պետք է լավ սովորես, որովհետև այս հնարավորությունը քանի կա, այստեղ որ ձեզ դասավանդում են եւ ձեր դպրոցն էլ շատ հայտնի երաժշտական դպրոց է ամբողջ Հայաստանով։ Պետք է լավ սովորես, դու էլ Ալեն լավ սովոր չտես Բարև Ես էլ ձեզ Ծաղիս մեջ արցունք կա, ենքան ուժեղ զգացմունք կա, իմ սրտի մեջ, որ չունի էլ վերջ, դու գողացար, սիրտը իմ ինձանից թաքում, որ իմ սրտի տխրությունը
գրկում Համբուր եմ քեզ աչքերս փակ Մայրամուտի լուսնի տակ Ոնց թողեցիր մեր վերջը գա Ծիծաղիս մեջ հարցունք կա Ենքան ուժեղ զգացմունք կա Իմ սրտի մեջ որ չունի էլ վերջ Ասա մեղքս որն է ծիծաղիս մեջ հարցունք կա Բայց իրելու զգացմունք կա Չեմ ուզում էլ քո մասին իշել Նա ում համար որ իմ սիրտը պիտի ցավեր Իմ սրտի մեջ թողեց խանդու ավեր, քանդու ավեր Իմ համբույրի հետ կուրել չկա Շորթերին իմ սիրած աղջկա Ոնց թողեցինք մեր վերջը գա Ծիծաղիս մեջ հարցու